Մենք վերադարձանք եւ ես ներկայացնեմ մեր հաջորդ թեման՝ լույս է տեսել Ասատուր Հակոբյանի հերթական 3-րդ գիրքը՝ Մարդասպան սերը։ Գրքից, հանդիպումներից եւ ստենդափից ենք խոսելու մեր հյուրի հետ, որը դեռ Հայաստանում է, ֆրանսիահայ գրող Ասատուր Հակոբյանն է մեր այսօրվա հյուրը։ Բարի լույս։ Բարի օր։ Տեսեք։ Ես ինձ այլատրանք չեմ թողում, միայն լավ։ Հաճելի է ընդունել այսպիսի դրական տրամադրված մարդում էր եթերում։ Եվ համարձակ վերնագրով ստեղծագործությամբ եք եկել Մարդասպան սեր։ Այս ինչ է պատահել ձեր կյանքում, որ հենց այս վերնագրով ստեղծագործություն։ Ես ինչ-որ իմ կյանքով չեմ սահմանափակվում։ Գիտեք, մեր կյանքը տարածում է, մեր կյանքը իրականում մնացած կյանքերի մի մասնիկն է։ Այսօր որ նայում ենք մեր ընդհանուր աշխարհը, գրեթե բոլոր մարդիկ նույնն են, ինչ որ ամեն մեկի մոտ բնավորության տարբեր գծեր զարգացած է, չէ՞, ընդհանուր առմամբ մարդարարածը նույնն է։ Այսօր կարող ենք ուղղակի կյանքի սահմանափակ նայել, ասել մեր կյանքում այս բանը պատահել է, մենակ խոսենք մեր կյանքից, ուղղակի կարող ենք տրամաբանորեն տեսնել ուրիշ կյանքերում ինչ է կատարվում, համընդհանուրից խոսել։ Իմ կյանքի մասին չի խոսքը, բայց բնականաբար իմ բնավորության գծերը ներառնված են, ինչպես բոլոր մարդկանց բնավորության գծերը։ Ինչու մարդասպան սերը համարձակի, չգիտեմ, ուղղակի այս անգամ որոշել եմ խոսել մի իրավիճակի մասին, մի իրականության մասին, որ այսօր սերը լինելով մի հզոր կենսատու ուժ, սերը այսօր ահագին ժամանակ շատ տեղեր մանիպուլացիում է, մեր ուզած տեղը տանելու համար այսօր քիչ չեն են մարդիկ, որ սիրահարացած մարդկանց ծառայում են իրենց շահերին, ու իմ գրքի կերպարը հենց այդ կերպարն է, որ սիրո զոհը դարած, ինչ որ մեկը որ անխիղճ է վերաբերում այդ ամեն ինչին, խաղում որպես սիրահարված, իրեն տանում է այն տեղը, որտեղ որ սերը դառնում է մարդասպան։ Սերը մարդու հանդեպ, թե սերը առհասարակ գրքում ով է, մարդն է, երևույթներն են, իմյանց նկատմամբ սերն է, թե առհասարակ։ Հարցը շատ հետաքրքիր է, որտեղ իրականում գիրքը երկու մասի է, տեղեր է գալի, որ խոսում եմ կյանքից, իբր կյանքն ինքն է խոսում, բայց այդ ամեն ինչը մարմնավորվում է կեսից արդեն մարդկանց մեջ, տեղ-տեղ խոսում եմ սիրուց այնպես, որ սերը գոյական է, անգոյական լինելով, որ ինքն է գործում որպես այդպեսին, բայց ի վերջո արտահայտվում մարդկանց դրսևորումների ձևով մարդկանց մեջ։ Երկուսն էլ կան գրքում։ Հենց այնա, որ եթե սերը չնկարագրենք, չփորձեմ բացատրել ինչ եմ հասկանում ես իմ տեսանկյունից այդ սեր ասածը կամ կյանք ասածը, այդ ամենը չեմ կարող վերարտադրել մարդկանց դրսևորումների մեջ։ Գրքի մի մասը բացատրվում է որպես հայացք, հայացակետ, սիրո ու կյանքի հայացակետ տեսանկյունից, մյուս մասը մարդկանց ապրումներից ու վերապրումներից։ Ինչ հետադարձ կապ եք ստացել օրինակ այս ընթացքում այն մարդկանցից, ովքեր ընթերցել են գիրքը։ Միայն դրական։ Ես ճիշտ է, ընդհանուր կարծիքների հետևից վազող չեմ, որովհետև ես ասում եմ, ես ուրիշների համար չեմ ապրում, բայց այդ ամենը լուրջ խթան է, երբ տեսնում ես ինչ որ գնահատականները դրական չեն, հասկանում ես, որ ընթերցողը մասանքոնը չի ու այդ ժամանակ փորձում ես մի քիչ ուղղությունը փոխել։ Արդեն երրորդն է, այդ դրականը շատ կա, դրա համար անընդհատ դեռ շարունակում եմ, 4-րդն էլ ընթացքի մեջ, 4-րդն էլ է գալու։ Դրական գերագույն մեծամասնությամբ շատ դրական է, մնացածն էլ ասենք, եթե ինչ-որ քննադատական տարեր լինում են, դա լինում է նրանից, որ ուղղակի իրանց քննադատություն է իրականում։ Հիմնականում ասենք նույնիսկ այսինքն քննադատը համարում է, ասում է, որ իրոք լավ գրված է, ամեն ինչ գերազանց է, ուղղակի իմը չէր, այդքան բան։ Ոչ այն իմաստով։ Ոչ այն իմաստով։ Ինձ հետաքրքիր է ստենդափերից խոսենք, այս ընթացքում ինչ գործունեություն եք ծավալում եւ մոտալուտ ապագայում ինչ միջոցառումներ կան։ Ստենդափը եղավ պատահական։ Հիմա այս անգամ եղել արդեն ապրիլի 5-ին 3 մասիսում էի, ամսի 3-ին է լինելու, մեկ էլ ամսի 8-ին։ Ստենդափը գրեթե ճիշտ է, ես ասում եմ, ինչ-որ կարծիքներով ապրող չեմ, բայց կարծիքները երբ խթանի չեն լինում, փորձում եմ վերցնել։ Իմ ամեն անգամ շնորհանդեսներին իմ խոսքով հանդես եմ եկել, միշտ 20-25 րոպեանոց խոսք եմ ունեցել, ամեն անգամ ինձ գրեթե ասում էին անպայման ստենդափ ժանրով հանդես արի քոնն է։ Փորձեցի, ասեցի մա տեսնեմ ինչ է, ու հետաքրքիրն է, որ ես գրքի աշխարհը կոնկրետ շատ կրկային աշխարհ է, որ սուզվում է մեջը, աշխարհից ամբողջությամբ կտրվում եմ, հա, ինչ որ ձայներ էլ սկսում եմ չլսել, հայտնվում եմ, հա, հայտնվում եմ այդ պղպջակի մեջ, ու որ փորձեցի ստենդափ, ասեցի երևի, չգիտեմ, ինչ որ մի հատ բան կլինի, որ կանեմ կփորձեմ, բայց գրքի պես սկսեցի սիրել, հիմա իմն եմ սկսել համարել, արել եմ ու անպայման կլինի, խաչմերուկում, ըստ երևույթին խաչմերուկում 2-3, արդեն կվերցնեմ այդ ձևաչափը ու տենց կշարունակեմ։ Գրում եք ֆրանսերենով, ինքներդ էլ կրկին վերատպում, վերաշարադրում հայերենով։ Ձեր կարդացողը նաև ֆրանսիացիներն են, թե ֆրանսահայերը, ովքեր են նրանք։ Չէ, ֆրանսիացիները։ Ֆրանսիահայեր էլ կան, բայց հիմնականում որ գրում ես ֆրանսերեն արդեն ֆրանսիացուն է հասանելի, ֆրանսիացին կարդում է։
Ճիշտ է, առաջինը Ֆրանսիայում է, դա նորից խոսեցին կարծիքների եւ այլն, առաջինը Ֆրանսիայում է գրվել։ Մի քիչ զարմանալի էր իմ կարծիքով, մի քիչ հայկական ոչ կար, նկատում եմ գրած մեջ մի քիչ հայկական ոչ հայկական մոտեցում, ասում եմ կարող է ֆրանսիացուն խորտ լինի, բայց շատ բուրըն ընդունվեց ու այդ ժամանակ ես սկսեցի հասկանալ մարդու ունիվերսալ տեսակը։ Մի հատ խոսքա որ ես անընդհատ կրկնում եմ, միշտ ասում եմ, իցեք ծեծված է դառնում որ շուտ կրկնում ես, բայց բարձ իրականություն է, գիտակցության աստիճաններ կան, որ գալիս ես այդ աստիճանը գերազանցում ես, զգում ես որ մարդ հարարածը դառնում է ունիվերսալ։ Այլ սահմաններ չկան, չենք մտնում ինչ-որ դրոշակի տակ, չենք մտնում ինչ-որ գիտակից գաղափարական հոսքերի տակ եւ այլն։ Այդ ամեն ինչ ունենք, պահում ենք, բայց արդեն հասկանում ես, որ ընդհանուր մարդկության հետ ինչ ազգուզում են լինեն, իրար ընդհանրություններ շատ կան։ Հենց այդ գրքերով սկսեցի այդ ամենը բացահայտել, որ ֆրանսիացին ինչ որ հայից տարբեր չէր ընկալում այս ամեն ինչ։ Ընդհանրապես, դա որ հայկական տարեր լինում են, ինձ համար շատ այդ բացահայտողական պահը ինձ համար շատ կարևոր է ֆրանսիացին բացահայտողը, ու տենց շատ լավ ընդունվեց։ Իսկ ինչ տարբերություններ կան, օրինակ խոսեցիք, որ ունիվերսալ են, նմանություններն այսպես ընդգծված են եւ շատ են, իսկ ինչ տարբերություն կա երկու ընթերցողների միջև, որոնք նկատել եք։ Ընթերցող ասածը արդեն մարդուց ենք խոսում, մարդիկ միշտ լինում են բնույթով նույնը, դաստիարակության տարբեր դաստիարակության տարբերություններ կան, որ հիմա խոսանք ինքը անվերջանալի թեմա է, բայց տարբերությունների հիմնականում դաստիարակության տեսանկյունից են, այնտեղ բաներ կա, որ ընդունելի է, այստեղ ընդունելի է եւ հակառակ ընդունելի չի, ընդունելի չի, այդպես բաների մեջ է տարբերությունը, թե չէ ինչ որ ռադիկալ տեսանկյունից որ նայում ես, արմատական լուրջ փոփոխություններ չկան մարդարարեցի մեջ, ընդհանուր առմամբ եթե այնտեղ ընկած մարդ են տենում էլի ստեղի պես ձեռք են մեկնում բողոքնեն, որ մենք մի քիչ լսում ենք թե իբր դրսում հարևանները կամ ընկերներն ավելի ստեղ ավելի ուժեղ է, իրականում մի քիչ նրանք չափազացված են, այնտեղ էլ գիշերվա կեսին խնդիր ունես, էլի հարևանդ ընկերդ գալիս է քեզ օգնում ֆրանսիացիներ, այդ ժամանակ ես հասկանում որ մարդը միշտ պատրաստ է մյուսին օգնել, մենք հոտի ողմակի արարածներ ենք, պիտի իրար օգնենք։ Ապրելով Ֆրանսիայում, որտեղից եք ոգեշնչվում, ձեր թեման որտեղից եք վերցնում, նյութը, բովանդակությունը, հաճախ եք լինում Հայաստանում։ Արդեն 19 տարի ինչ բնակվում եմ Ֆրանսիայում, ես 3 տարի առաջ եկա Հայաստան 16 տարի բացակայությունից հետո։ Հաճախ ես վերջերս սկսել եմ լինել 3 տարի ինչ արդեն 4-5 անգամ եկել եմ, ավելի հաճախ եմ լինում, բայց ելի եմ ասում, ես իմ հայկական արմատներից չեմ կտրվել ու ֆրանսիականն էլ շատ լավն եմ համարում, այդ ամենը գումարում եմ իրար, հենց խաչմերուկումը տեղից է գալիս, այդ ամենը գումարում եմ իրար, որ ընդեղից լավը վերցնեմ, մեր մեջի լավը թողնեմ, մեր մոտ էլ թողնելու բաներ կան, ամեն ինչ չի որ լավ, այնտեղ էլ չի ամեն ինչ որ վերցնելու է, այդ ամենի մեջտեղը պիտի խաղանք, ճիշտ կերպար կերտենք որտեղից են վերցնում երկու տեղից, որտեղից են վերցնում իմ անցյալից, իմ ապագան պատկերացնելով իմ այսօրվա առօրյա կյանքից, ամեն ինչից են վերցնում։ Իմ երեխաներից, ես որ կողքերս նայում եմ, անգամ տեխնոլոգիան որ նայում ես, էլի մարդու հանճարն է տեխնոլոգիաների մեջ չի հայտ գալի, որ առաջին հայացքից ասում է թե ինչ որ գրողը կամ մտածողը պիտի միշտ ինչ որ ֆանտազիայի մեջ լինի, բայց չէ, այսօր մեր իրական կյանքում արդեն բավական գերող ու հիասքանչ բաներ կան։ Ինձ հետաքրքիր է, որ ասացիք 16 տարի անց եկել եք, ի՞նչն էր փոխվել, ինչ օրինակ առաջինը ձեր աչքին այսպես հառնեց, որ սա ռադիկալ փոփոխություն էր Երևանյան կյանքում։ Շատ բաներ Շատ բան չէր փոխվել, չէ, այդպես ինչ որ փոփոխություն չնկատեցի, չգիտեք, գիտենք որ Հայաստանը մակերեսոր են ճանաչում, գալիս ես երկու չենք ես տեսնում, քեզ թվում է ինչ որ երկու բան փոխվել է, բայց որ Հայաստանը արմատներով է ճանաչում, գալիս ես տեսնում ես որ այդ արմատները նույնն են մնացել, ինչ որ շատ փոփոխություններ չկան։ Մտածողությամբ չեն փոխվել մարդիկ։ Տենց ինչ որ լուրջ մտածողության փոփոխություն չնկատեցի, առաջին բանը որ աչքի զարնեց, ավելի շուտ քթի զարնեց, օդի կեղտոտվածություն էր, հատկապես Ֆրանսիայի կներեք մեզ։ Օդը շատ կեղտոտված էր ու առաջին նկատեցի որ ինչ որ 16 տարի լուրջ ժպիտների էի սովորել ու մարդիկ պիտի ժպտային, այստեղ մի 3-4 հոգու տենց այրոպորտից շատ կարոտա ժպտեցի, արդեն 4-րդին տարօրինակ նայեցին ձեզ։ Արդեն 4-րդը հասկացա որ պիացեր ինչս բերանդ բացել, խելոք ես էլ իրացպես լրջացում քայլեցի։ Չէ, աշխատեք չլրջանալ, ամեն դեպքում մենք ինքներս ժպիտների դերական ուզերի կարոտենք։ Այս մագերեցիկ դեմքը ժպտացող դեմքն է։ Նշանակ։ Հրաշալի։ Մենք պետք է եւս մեկ անգամ հիշեցնենք, որ լույս է տեսել 3-րդ մարդասպան սերը գիրքը եւ հորդորենք մեր հեռուստադիտողներին գնալ, ընթերցել։ Ինձ համար եւս Վերնային գիրը հետաքրքիր է եւ ինչպես մի բարի ավանդույթ կա, խմբագրության առաջին մակագրված գիրքը գնում է մեր տուն եւ հետո նոր վերադառնում է խմբագրություն, որ մնացած գործընկերները եւս կարդան։